Сейчас прям, Սիրելի սև քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժորժ ջան, ուրախ ենք, որ այս նախընտրական քարոզարշավը անցնում է բոլորովին ուրիշ տրամադրությամբ, քան մենք նախկինում ունեցել ենք։ Եվ այդ տրամադրության առանձնահատկություններն են Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել, թե ինչով ենք մենք եկել ձեր մոտ այս նախընտրական քարոզարշավին։ Սև քարում մասնավորապես 197 տուն է հաստատված 16 միլիոնի ծրագրով։ 197 տուն։ Եվ ընդհանրապես Տավուշի մարզում այս պայդրությամբ 1931, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում 1931 տուն է կառուցվում 16 միլիոն դրամի ծրագրով։ Եվ ըստ էության մենք արձանագրում ենք հետևյալը, որ ըստ 60 հատ 9 հարկանի շենք է, որ կառուցվում է այս պահին պետական բյուջեի հաշվին։ Ընդհանրապես սահմանամերձ գյուղեր կա, որ 91 թվականից սկսած 0 տուն է կառուցվել, այսինքն 91 թվականից սկսած մինչև 2022 թվականը, երբ որ ծրագիրը հաստատվել է, կառուցված տների թիվը 0 է։ Եվ էսա փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչով ենք եկել։ Մենք այսօր
Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակ նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ։ Այսօր 46,000 դրամ է նվազագույն թոշակը, չհաշված 10,000 դրամի հետ վճարի հնարավորությունը։ 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ տարբեր որոշումներով մենք անդրադարձել ենք թոշակներ բարձրացնելու խնդրին, այսինքն 7 տարբեր որոշումներով մենք թոշակի խնդրին անդրադարձել ենք։ Առողջության ապահովագրության ծրագիրն է ներդրված։ Մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ տարեկի անձանց համար պետական բյուջեի հաշվին իրականացվում է առողջության ապահովագրություն եւ պետությունը քաղաքացիների 65+ տարեկան եւ 18 մինչեւ 18 տարեկան երեխաների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է։ Այսօր մենք ավարտում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ միանգամից սկսում ենք հաջորդ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ Սև Քարում անցնելիս տեսա, որ նոր դպրոց է կառուցվում, բայց այս նոր դպրոցը ոչ թե առաջին 300-ի մեջ է, նոր դպրոցը Սև Քարի արդեն երկրորդ 300-ի մեջ է։ Եվ նաև մանկապարտեզն է կառուցվել, եւ նաև տեսնում ենք, որ Սարիգյուղի եւ Սև Քարի միջև ճանապարհն է կառուցվել։ Վերջին անգամ այդ ճանապարհը երբ ասֆալտապատված եղել, Խորհրդային Միության ժամանակներում, երևի, ես գոնե տենց եմ հիշում։ Այսօր մենք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ ամսական աջակցություն են ցույց տալիս երեխայի ծնվելուց մինչև նրա 6 տարեկան դառնալը։ Երեխայի խնամքի մինչև 2 տարեկանի խնամքի գծով մենք աջակցություն ենք ցուցաբերում բոլոր մայրերի։ 2018 թվականից առաջ մեն աշխատող մայրերին էր վերաբերվում։ Մենք նախ նպաստի չափը ավելացրինք, երկրորդը դա դարձրինք համատարած, բոլորի համար համատարած, իսկ գյուղական բնակավայրերում աշխատող մայրերի համար մենք այդ նպաստի չափը դարձրեցինք կրկնակի։ Մենք իրականացնում ենք բանակի լայնածավալ բարեփոխումներ։ 2 օր առաջ տեղի ունեցավ զորահանդեսը Հանրապետության հրապարակում եւ ես հույս ունեմ դուք հետևել եք այդ զորահանդեսին եւ ինչ եք տեսել եւ ձեր տպավորությունները հույս ունեմ որ լավ են, բայց այսօր նաեւ համոզված եմ որ Սև Քարում էլ կլինեն պաշտպան հայրենիք ծրագրով ծառայող զինվորներ, որոնք գնում են 18 տարեկանում գնում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, ատեստավորում են անցնում, դառնում են պայմանագրային զինծառայող եւ իրանց ատեստավորման տոկոսից կախված 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ վարձատրություն են ստանում։ Եվ եթե նախկինում ծնողներն էին մտածում, թե ոնց պահենք բանակում մեր երեխաներին քաղցրավենիք ու գուլ պահացնենք, այսօր այդ զինվորները պահում են իրանց ծնողներին եւ մարտական հերթապահությունից դուրս բնակվում են իրանց տներում։ Այսօր ուսուցիչների ատեստավորման ծրագրով կամավոր ատեստավորման մեր ուսուցիչների աշխատավարձը ընդհանուր կրկնապատկելու հնարավորություն ենք տալիս։ Բայց այս ծրագիրը լինելու է նաև շարունակական, որովհետև հաջորդ փուլում, նախորդ փուլում, եթե ատեստավորված ուսուցչի դրույքը 100,000-ից դառնում էր 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը, հաջորդ փուլում դառնալու է 200,000-ից 300,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ամենակարևոր նորությունը, որով մենք եկել ենք ձեր մոտ սիրելի ժողովուրդ, այդ խաղաղությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը հաստատված։ Եվ ձեզ բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է։ Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Եվ մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։
ով յուրաքանչյուր տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Այդ ընտանիքի ուրախության եւ երջանկության պատճառը։ Այդպիսին է նաեւ խաղաղությունը, որ այսօր փոխել է Հայաստանի տրամադրությունը։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ մեկ ուրիշ ընդհանրություն էլ ունի։ Եթե նրա նկատմամբ խնամք չտանենք, հոգ չտանենք, նա չի ապրի։ 9 ամսական երեխան կապրի, եթե նրա նկատմամբ խնամք չտանենք։ Նույնպես էլ 9 ամսական խաղաղությունն է։ Այս է պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, հորդորում ենք, խնդրում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի են քվեարկում 16-ին, որտեղ այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Եվ սա ժողովուրդ ջան, պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ հանուն խաղաղության։ Եվ ձեզանից յուրաքանչյուրը պետք է արձանագրի իր ուժը, իր քաղաքացիական ուժը, արձանագրի, որ պետության, անկախության, խաղաղության հետագա ճակատագիրը, ընտրությունների ելքը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնեք ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Սևքարին, Իջևանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, երկու հայտարարություն կարճ, հայտարարություն առաջին այսօր Տավուշի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Իջևանում ժամը 20:00-ին ազատամարտիկների հրապարակում, դոկի հրապարակ անունով հայտնի հրապարակում, բոլորից սիրով սպասում ենք եւ երկրորդը երեխեքին տվիք թխվածք, հա, երեխեք ովքեր ուզում են քարտեզ նվեր ստանան, թողան այստեղ մոտենան, երեխեք ջան, ով ուզում է նկարվի նաեւ ձեր հեռախոսների օբյեկտիվները բացած պահեք, որ շատ ժամանակ չկորցնենք, սելֆիի կողմը պահեք, որպեսզի մենք արագ նկարվենք եւ ժամանակը ռացիոնալ օգտագործենք։ Narine.
Kaynıyla pastanır genellikle. Harika. Harika. İyi varken var. İyi vardı. İyi varken var. Peki. Çok. No, varsın. Incognito, başka mı? Lari her karne, Ariste. Asenac. Ari, pasta. Ari, balas, Ari.
Այն կողմով դուս եկեք, երեխեք։ Այնտեղով քայլեք։ Հարցրու, նորն էր ուզում ինքը։ Դե կանգրիր է, Կարեն նայ։ Շնորհակալություն Koçan ispatı yakınır. Շնորհավորում եմ ձեզ արդեն ընտրված վարչապետ լինելու։ Հիմքերը սեքարեցան, Փաշինյաններ ձեզ տեղից են։ Դե յոնու խավանից է։ Ձեզ վաղուց են ճանաչում դեր դեսկրեսիան նորմալ։ Հիմա այն շուտ դեպերն։ Առողջ եղեք, ահա։ Որտեղից է։ Ես ծննդով Հիմա այն սեքարի Ամենքանցը խարում է։ Կամ յագստան։ Ապրես, շնորհակալ եմ շատ։ Բարի ժամանակ ձեզ, խաղաղություն, առողջություն բոլորին։ Չէ, ինա։ Adriana, de papi tipici gărchei, Adriana.
Տանին է գնի։ Ադնորա նայի։ Նատեսեն։ Վեք նկարեմ։ Հա, զուր։ Шани Данай, да? Все, да? Шани Данай, да? Мерси. Шани Данай, да? Շնորհակալ եմ շատ ձեր թորնիկն է, ձեր երեխան է, սպասեք ան։ Այսօր 6 օր տեղ լավ անցա։ Դե քարոզարշավի մեջ էի, դրա մեջ Նկարվում եք, տվեք նկարում։ Նկարում եք, նկարեք։ Վերցրեք ես, վերցրեք, որտև արդեն պետք է բարձանա։ Տվեք։ Ինչ տան։ Ընկե Փաշինյան։ Գալի մի բան ասես։ Ես սալյուի դուք։ Մի բան ասեմ դրակի քոր դուրը դառնալն է ջուրը դառնալը։ Ապրում եմ Կալուգայում։ Բայց ես իմ ձևով եմ։ Սալյուի Միա դուրը ամբողջ Հայաստանում գույնի 10 հել գիտեմ դուք
10 հերոս 10 աշխատանքային կողմնակամ միտը։ Ամբողջ հայաստան այդտեսակ շրջան կա։ Իջևա, նոյեմբեր, Շամշատ, Երեշտատ, ոչ մի շրջան այդքան հերոս չէ, այդքան ստանձել։ Я буду честно, не вам поплыл. Низкий вам поплыл. Эти профессионалы будут барахтать. Эти сразу будут купанцы. Вот это большой Անգետ հաշվիրա, աստվը հրեյ մտում դուղաչ։ Ինչ ապետ կամերես, ինչ անես։ 10 հերոս, ամեն հերոսի անունով, ամեն հերոսի անունով, եղբայր, ամեն հերոսի անունով 19 եղբի։ Ես ինչու ամենասի նիսկի բան պապլոր։ Հետագայում նոր ենք հացվել է։ Օրդենը զորվում նարոդը։ Եկա շարժ ժամանակ, մեզ թվորմատյան կյանք ծրկելու համար, օրդենը զորվում նարոդը։ Ես դավախ որից նոր ենք օգուտ Garra խորոված։ Այդ է Այդ գարը միսը դիետիկ միսա չէ։
Զառան Մաչայան։ Ընդունված է համարը, որ դա ամենապրեստիժնի կտորն է, բայց դա ինձ օրինակ ում չի գալիս, այդ չի ամենապատվավոր։ Ամենապատվավոր հյուրերին այդ Մաչան են տալիս։ Պարոն վարչապետ, բարով եք եկել։ Դա ես դեմ։ Ես մեկ այլ չեմ խմում։ Հաղթանակը մերն է։ Շնորհակալ եմ։ Հաղթեց։ Ողջ փոխվեցին, ողջ սովորեցին։ Այսօր եք ցույց տասեմ։ Ես Գառան Արոնով տժվիզի կամ։ Իջե մեն բերամ։ Էտարա։ Գառան Արոնով տժվիզի կամ։ Ուրեմն սարմունն է տերալ կեր։ Գառը որ ողքում է, արմունը բռնում է, հետո կարճ ասած մանրամասներ չպատմում է, հետաքրքիր չի, հետո փորոտիկը մեկ է արմունը հետո խաշում է, ներքանում ախաշում է, հետո փշրում է, ու հետո բանի հետ սոխառածով փորոտիկի թող, սիրտ եւ այլն կտրվում են, խառնում են, գառնում այս Գառան Արոնով տժվիզի, բերդում էլ են, չես արկում արնում, մեն բերան էլ ես։ Մենք յուղում լավ է, արդյունաբերդն են, վարչապետ, տեսնեք ոնց է։ Տեսեք ինչ հրաշալի մշակույթի բաներ, չկարողացա, ուզում էին դեպ վերանորոգել, նստատեղերին դեմը, արտիկված մնացել եմ թարմ, բայց համայնքային է։ Լավ, պապայր մենք հլը երբ հագին ստեղ մնալու ենք, պասում ժամանակի շուտ ենք։